Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում APC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Սպառնալիքներ, լեզվակռիվներ ու վեճեր, խորհրդարանականներն ամփոփում են նստաշրջանը։ Մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, ինչ առաջարկներ է արել Մհեր Գրիգորյանը։ Վարարած դեբետ և ինտենսիվ սեղումներ Սյունիքում, ինչ է կատարվում Հայաստանի մարզերում։ Իսրայելի բանակը կփլուզվի մարդկային ռեսուրսների պակասի պատճառով, ցավալի գլխավոր շտաբի պետը անվտանգության կաբինետի նիստի ժամանակ զգուշացրել է։ Ազգային ժողովի խմբակցություններն ամփոփել են հերթական քառօրյա նստաշրջանը, որը բավական լարված է անցել։ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի կազմած զեկույցի շուրջ աղմուկը չի դադարում։ Ընդդիմությունը քաղաքական ու փորձագիտական դաշտը պահանջում է հրապարակել այն։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև համոզված են, որ Անդրանիկ Քոչարյանը չի կարող քննել Նիկոլ Փաշինյանի արարքները, առավել ևս օբյեկտիվ գնահատականներ տալ։ Արդյունքում իրենք խոստացել են բացահայտել պատերազմի հանգամանքները ու ամբողջ ճշմարտությունը։ Նիկոլ Փաշինյանը անգամ PR շոու է նախաձեռնել ու ասել է՝ այ ես գալիս եմ այստեղ ժամերով զեկույց եմ տալիս, ի վերջո կտեսնեք ինչ է եղել, ոնց է եղել, ակնարկել է, որ ընդդիմադիրներն են մեղավոր։ Այսինքն այն դեպքում, երբ իրենք քննել են իրենց իսկ ենթադրյալ հանցագործությունները, ստացել են մի փաստաթուղթ, որի տակ չի ստորագրել անգամ իրենց հանձնաժողովի անդամները ու ֆորմալ առումով զեկույց որպես այդպեսին գոյություն չունի, բայց բնականաբար հարց է առաջանում այդ փաստաթուղթը, որ իրենք ստացել են, ինչու չեն հրապարակում կամ ինչ որ ֆորմատով չեն քննարկում, եւ մենք իհարկե ասում ենք, որ այդ փաստաթուղթը եթե ունեք, այդքան աշխատել եք, խոստացել եք բացահայտում, բերեք, եթե ինչ որ գաղտնիության խնդիր կա, բերեք գոնե քննարկեք, հասկանանք ինչի մասին է։ Դրան զեկույց չենք անվանում, մենք չենք համարում, որ դա օբյեկտիվ է, բայց այո, հանրային օբյեկտիվ պահանջ կա, գոնե այն ինչ որ ստացել են, դրան ծանոթ լինելու։ 7 կողպեքի տակ պահվող զեկույցին անդրադարձել է նաև պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը։ Տիգրան Աբրահամյանի խոսքով պատերազմի ժամանակ պաշտոն ու քաղաքական պատասխանատվություն ստանձնած անձինք չեն կարող որևէ հանձնաժողովի միջոցով արդար ու օբյեկտիվ քննություն անցկացնել եւ ընդգծել մեղավորների պատասխանատուների շրջանակը։ Աբրահամյանն անդրադարձել է նաև իշխանության վերջերս դաշտ գցած թեզին։ Եթե 23 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպես է պատահել, որ նույն այդ պատերազմական գործողությունից հետո ճակերտավոր չկռված պաշտպանության բանակի հրամանատարը իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում։ Սա երկու բան կարող է նշանակել։ Առաջինը կամ Նիկոլ Փաշինյանը ստում է, այսինքն հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ երկուս Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր է բոլոր այն իրավիճակները, երբ որ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականներով փախածներ են։ Այսինքն կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում այստեղ չի կարող ներկայացնել։ Իսկ քաղաքացիական պայմանագրի օրակարգում նոր սահմանադրությունն է։ ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանի խոսքով գործընթացը դեռ աշխատանքային փուլում է։ Քննարկումները շարունակվում են իշխանական թիմի ներսում, իսկ հետագայում կտեղափոխեն հանրային դաշտ։ Հիմա ինչ կա, դրանք աշխատանքային փաստաթղթեր են։ Ես տեսա, որ ինչ որ տարբեր դրվագներում որոշ լրատվականներ ինչ որ բաներ էին հրապարակել։ Հիմա մենք գտնվում ենք աշխատանքային փուլում տարբեր ուրեմն հրապարակումներին։ Ես խնդրում եմ մեր քաղաքացիները չտրվեն, այլ հետևեն պաշտոնական հաղորդագրություններ։ Մինչ խորհրդարանականները ամփոփում էին այս շաբաթվա աշխատանքը, Փաշինյանը կրկին ուղիղ եթերում էր։ Ըստ Փաշինյանի, ադրբեջանական ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, գերիների հայտնվելը Բաքվում տեղի է ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով։ Չնայած Բաքուն պարբերաբար հայտարարում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին, այդուամենայնիվ Փաշինյանի պնդմամբ Ադրբեջանն արդեն ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Խաղաղության եւ խաղաղության օրակարգի խաղաղության գործընթացի շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ճանաչում է տեղի ունեցել եւ ընդ որում
Սա տեղի է ունեցել արդեն իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի միջոցով, ես նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը Ղազախստանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Նիստին մասնակցում է նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով կարևոր է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության կանոնավոր վերլուծությունը եւ ներքին շուկայի ու հայրենական արտադրողների պաշտպանության համար համատեղ մեխանիզմների մշակումը։ ԵԱՏՄ անդամ պետությունների շահերը պետք է հաշվի առնվեն ռիսկերի կառավարման ազգային համակարգերի կիրառման մոտեցումներն ու կանոնները միասնականացնելիս։ Ազատ տնտեսական առևտրի մասին նոր համաձայնագրերը բարձրացնում են միության մրցունակությունը։ Ադրբեջանի տարածքով Հայաստանի ապրանքների տարանցման արգելքի վերացումը նպաստում է տարածաշրջանի ներուժի լիարժեք բացահայտմանը եւ փոխադարձ առևտրի աճին։ Արհեստական բանականության տեխնոլոգիայի ներդրումը բարելավում է արտադրողականությունը, նվազեցնում ծախսերը եւ պարզեցնում լոգիստիկան։ Սեփական թվային հարթակների զարգացումը թույլ կտա նվազագույնի հասցնել արտաքին ռիսկերը։ Հայաստանը աջակցում է ԵԱՏՄ շրջանակում արհեստական բանականության պատասխանատու զարգացման մասին համատեղ հայտարարության նախապատրաստմանը։ Նույն նիստում Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի հետ գործակցության նկատմամբ հետաքրքրությունը կշարունակի աճել։ Նրա խոսքով վերջին 1 տարվա ընթացքում ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել Ինդոնեզիայի, Մոնղոլիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Կարևոր է շարունակել փոխշահավետ եւ իրավահավասար գործընկերությունների կառուցումը բարեկամ պետությունների հետ, որոնք տրամադրված են կառուցողական աշխատանքի։ Միությունն ուժեղացնում է նաեւ համատեղ արդյունաբերական նախագծերի աջակցությունը։ ԵԱՏՄ բյուջեի հաշվին սուբսիդավորվում են համատեղ արդյունաբերական նախաձեռնությունների իրականացման վարկերի տոկոսադրույքները։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ԵԱՏՄ շրջանակում ընդհանուր ինտեգրված տեղեկատվական համակարգի ձևավորմանը։ Քաղաքացիներին եւ ձեռնարկատերերին պետք է կառավարական եւ առևտրային ծառայություններից հարմարավետորեն օգտվելու հնարավորություն տրվի։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում եւս կարևոր իրադարձություն է սպասվում։ Մայիսի 4-ից 5-ը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո տեղի կունենա Հայաստանի եւ Եվրամիության առաջին երկկողմ գագաթնաժողովը։ Եվրամիությունը կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հայաստանը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը։ Կքննարկվեն Ուկրաինայում եւ Իրանում ընթացող հակամարտությունները, գլոբալ տրանսպորտային միջանցքները եւ Հարավային Կովկասում կայունության հարցերը։ Հայաստանը Եվրամիության մտերիմ գործընկերն է եւ մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը մեր առաջին գագաթնաժողովի միջոցով։ Միավորված ընդհանուր արժեքներով, միջազգային իրավունքի եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ նվիրվածությամբ այս կարևորագույն իրադարձությունը կնշանակի կարևոր ներդրում Հարավային Կովկասում, խաղաղության, անվտանգության, կապի եւ բարգավաճման գործում։ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է առաջիկա օրերին մի քանի մարզերում սպասվում են առատեղումներ։ Ներողություն։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալով մարտի 27-ից 28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում եւ Տավուշում հնարավոր են ինտենսիվ տեղումներ, ինչի հետևանքով կարող է մեծանալ Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեպետ եւ Աղստև գետերի ջրի ելքը։ Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգոնություն եւ հնարավորինս հեռու մնալ հեղեղավտանգ տարածքներից։ Մեր հետևորդներից մեկն էլ ահազանգ է հնչեցրել, որ Լոռու մարզում Դեպետ գետն արդեն վարարել է եւ ուղարկել տեսանյութ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ փակել են Հորմուզի նեղուցը։ Հայտարարել են, որ նեղուցում ցանկացած տեղաշարժ կարժանանա կոշտ արձագանքի։
Իրանի հետախուզությունը Քերմանշահ նահանգում ձերբակալել է իսրայելական հետախուզության ծառայության Մոսադից վերահսկվող 3 անդամից բաղկացած խմբի, որը պլանավորում էր դիվերսիաներ իրականացնել ռազմավարական նշանակության վայրերում եւ սպանել իրանցի զինվորականներին։ Իրանի պետական հեռարձակողը հայտնել է, որ ձերբակալվածների թաքստոցում խուզարկության արդյունքում գտել են զենք զինամթերք եւ զինամթերք պատրաստելու սարքավորումներ։ Իսրայելի պաշտպանության բանակը կարող է շուտով փլուզվել, եթե մարդկային ռեսուրսների պակասի խնդիրը չլուծվի։ Ջերուսալեմ Փոստի փոխանցմամբ անվտանգության կաբինետի նիստի ժամանակ զգուշացրել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը։ Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրները պարբերականին նաև հայտնել են, որ մարդկային ռեսուրսների լուրջ պակասի պատճառով կա մեծ մտահոգություն, հատկապես շարունակվող պատերազմի պայմաններում։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Նրանք հիմարներ չեն, նրանք իրականում շատ խելացի են եւ հիանալի բանակցողներ։ Նախարարների հետ հանդիպմանն ասել է Միացյալ Նահանգների նախագահը, խոսելով Իրանի մասին։ Այդ նրանք են աղաչում գործարք կնքել, ոչ թե ես։ Եթե նրանք ճիշտ գործարք կնքեն, ապա Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, ասել է նա։ Մինչ այս հայտարարությունն անելը Թրամփը սոցցանցում գրել է, որ իրանցի բանակցողները շատ տարօրինակ են։ Նրանք աղաչում են մեզ, որ գործարք կնքենք, ինչը նրանք պետք է անեն, քանի որ ռազմական առումով ջախջախված են եւ վերականգնվելու որևէ հնարավորություն չունեն, եւ այնուամենայնիվ հրապարակավ հայտարարում են, որ ընդամենը դիտարկում են մեր առաջարկը։ Այդպես չէ, լավ կլինի նրանք արագ լրջանան, քանի դեռ ուշ չէ, որովհետեւ երբ դա տեղի ունենա, այլևս հետդարձ չի լինի եւ դա լավ չի լինի, նշել է նա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանին ուղերձներ է փոխանցում բազմաթիվ միջնորդների միջոցով, սակայն նրա խոսքով նման տեղեկատվական փոխանակումները դեռ բանակցություններ չեն։ Իսրայելը կգտնի ու կոչնչացնի ձեզ բոլորիդ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, դիմելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին։ Կացը նշել է, որ իսրայելական բանակը սպանել է իրանական կորպուսի նավատորմի հրամանատար Ալի Ռեզա Թանկսիրիին, որն անմիջականորեն պատասխանատու էր Հորմուզի նեղուցի ականապատման եւ փակման համար։ Մենք շարունակում ենք ուժային հարվածներ հասցնել Իրանի ահաբեկչական ռեժիմի թիրախներին, այս հայտարարությունն էլ արել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Չնայած սա Իսրայելի պատերազմն է, նախ եւ առաջ մուսուլմանները, ապա ամբողջ մարդկությունն են վճարում դրա ծանր գինը, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Նեթանյահուի կառավարությունը ոչ միայն թիրախավորում է Իրանը, այլև քայլ առ քայլ իրականացնում է Լիբանանն օկուպացնելու իր ծրագրերը, ասել է Էրդողանը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է դուրս բերել Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասից ամերիկյան անվտանգության երաշխիքների դիմաց։ Նրա խոսքով տարածաշրջանում ուկրաինական ամրաշինություններն արդեն անվտանգության երաշխիքների մաս են կազմում։ Le Monde-ին տված հարցազրույցում նա նման փոխանակումն անարդար է անվանել։ Թրամփը կրկին ծաղրել է իր նախորդին Ջո Բայդենին։ Կուսակիցների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը հիշել է, թե ինչպես էր Բայդենը հաճախ դժվարանում կողմնորոշվել, որ ուղղությամբ գնալ։ Հյուսիսային Կորեա այցելած Բելարուսի նախագահն էլ Կիմ Չեն Ընին հրացան է նվիրել այն դեպքերի համար, եթե հանկարծ թշնամիներ հայտնվեն։ Հյուսիսային Կորեայի առաջնորդն էլ Լուկաշենկոին նվիրել է նրա պատկերով ծաղկաման եւ թուր։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսրայելի ամենաբարձր պետական պարգևը, որը տասնամյակներ շարունակ շնորհվել է գիտնականներին, մշակույթի գործիչներին ու երկրի զարգացման մեջ ներդրում ունեցած անհատներին, այսօր հայտնվել է քաղաքական ամենաթեժ քննարկումների կենտրոնում։ Այս անգամ մրցանակը կարող է բաժին հասնել ոչ թե գիտության կամ մշակույթի ներկայացուցչի, այլ աշխարհի ամենահակասական քաղաքական դեմքերից մեկին՝ Դոնալդ Թրամփին։ Որոշում, որը ոչ միայն կոտրում է ձևավորված ավանդույթը, այլև հարցականի տակ դնում։ Այս պարգևը շարունակում է ազգային արժեքների խորհրդանիշ, թե վերածվում է քաղաքական ուղերձի։ Թեման Սեդակ Գյուրեղյանն է ուսումնասիրել։ Ինչ է պետք անել Իսրայելի ամենաբարձր պարգևի դափնեկիր դառնալու համար։ Գիտնական լինել, արվեստագետ, թե աշխարհի ամենահակասական քաղաքական գործիչներից մեկը։ Մինչ այս տարվա ամենակննարկվող որոշմանը հասնելը հասկանանք, թե ինչ պարգևի մասին է խոսքը։
Իսրայելի ազգային բարձրագույն պարգևը սահմանել է կրթության նախարարությունը պետության հիմնադրումից ընդամենը 5 տարի անց, 1953-ին։ Մրցանակը տրվում է գիտության, մշակույթի եւ հանրային կյանքի այն գործիչներին, որոնք իրենց գործունեությամբ ձևավորում են երկրի զարգացման ուղին։ Գործիչներն ու գիտնականները մի ամբողջ կյանք են նվիրում այս մրցանակին արժանանալու համար։ Իսրայելում ասում են, այս մրցանակակիրները հենց նրանք են, ովքեր ձևավորում են պետության գիտական ու մշակութային ԴՆԹ-ն։ Ամեն տարի անկախության օրը երկրի քաղաքական էլիտայի եւ ամբողջ ժողովրդի ներկայությամբ 10-ից 12 մարդ արժանանում է այս բարձրագույն կոչմանը, ստանալով նաև համազգային ճանաչում։ Բայց ոչ միշտ է այս մրցանակաբաշխությունը հարթ անցել։ Իսրայելցի մրցանակակիրները երբեմն զրկվել են բարձրագույն պարգևից իշխանությանը հակադիր քաղաքական հայացքների պատճառով։ Մաթեմատիկոս Օդետ Գոլդրայխը պետական մակարդակով քննադատվեց եւ ի վերջո չստացավ մրցանակը միջազգային կոչին միանալու համար։ Նա հորդորել էր չֆինանսավորել Արիել համալսարանը, քանի որ այն Պաղեստինից բռնազավթված տարածքում էր գտնվում։ Եթե սա ներքին վեճ էր, ապա այժմ ձևավորվում է մի որոշում, որն արդեն միջազգային արձագանք է ստանալու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է 2026 թվականին Իսրայելի ազգային բարձրագույն պարգևի գլխավոր մրցանակակիր է դառնալու Դոնալդ Թրամփը։ Սա աննախադեպ որոշում է։ 1953 թվականից ի վեր այս մրցանակը երբեք չի շնորհվել Իսրայելի քաղաքացի չհանդիսացող որևէ մեկին։ Մենք որոշել ենք խախտել կոնվենցիան։ Սա պատմական իրադարձություն է։ Առաջին անգամ մրցանակը տրվում է ոչ իսրայելցու։ ԱՄՆ նախագահը պարգևը տրվելու է Իսրայելին ցուցաբերած աջակցությունների համար։ Իսկ թե ինչ աջակցության մասին է խոսքը, դրա ականատեսն ենք արդեն 1 ամիս։ Այսպիսով ավելի քան 70 տարի անց Իսրայելի ամենաբարձր պետական պարգևը փոխում է իր սահմանված խաղի կանոնները։ Մեկ հարց է մնում, սա պարզապես շնորհակալություն է Դոնալդ Թրամփին, ինչպես պնդում է Իսրայելի կառավարությունը, թե քաղաքական ազդակ, որով ազգային բարձրագույն մրցանակը վերածվում է դիվանագիտական գործիքի։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում The Beatles խմբի համահիմնադիր Փոլ Մաքքարթնին հայտարարել է, որ թողարկում է 6 տարվա ընթացքում իր առաջին նոր ալբոմը։ Այն ստեղծելիս երաժիշտը ոգեշնչվել է պատերազմից հետո Լիվերպուլում անցկացրած մանկությունից, այն անվանակոչել է Լիվերպուլի արվարձան Սփեյքի ճանապարհներից մեկի անունով, որը տանում է դեպի Մերսի ափ, որտեղ երիտասարդ Մաքքարթնին կեսօրներին դիտում էր թռչուններին։ Այս ալբոմը կլինի երաժշտի 63 տարվա ձայնագրման կարիերայի ընթացքում 19-րդ սոլո ալբոմը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, եթերում կլինի Աննա Սարգսյանը։